Ողջույն սիրելի հայրենակիցներ, տեսակապով ես այժմ հարցազրույցի եմ հրավիրում Բրատիսլավայից հարգարժան դոկտոր Աշոտ Գրիգորյանին, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ։ Ողջունում եմ ձեզ, պարոն Գրիգորյան, եւ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարի օր, սիրելի Արմինե, բարի օր, սիրելի հայրենակիցներ, ես եմ շնորհակալ մեր ժողովրդի համար ճակատագրական այս պահերին իմ կարծիքը հացնելու եւ միանգամից հայտարարում եմ, որ մենք մեր ամբողջ պոտենցիալը պիտի ներդնենք, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալու։ Հաջողով կպատասխանեմ ձեր հարցերին, համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, այո, հարցերը շատ են, որովհետև իրադարձությունները վերջի շրջանում մեկը մեկին հաջորդում են։ Ես կխնդրեի անդրադառնանք երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի Փաշինյանի Եվրոպական խորհրդարանում հնչեցրած ելույթին եւ այդ ելույթի շատ կարեւոր մի քանի հատվածներ, մասնավորաբար, որոնք վերաբերում էին մեր եկեղեցուն, մեր հոգեվորականներին, այսինքն Փաշինյանը շարունակում է թիրախում պահել հայ եկեղեցին, շարունակում է թիրախում պահել Արցախը, իդեպ նաև Սփյուռքը, եւ կոնկրետ այս ելույթում նա նորից խոսեց հայ հոգեվորականները իբր պատերազմաբեր են եւ սպասարկում են պատերազմաբեր կուսակցություններին, խոսեց իբր այսպես կոչված գործակալ լինելու մասին ԿԳԲ-ի, արդեն դարձել է մինչալուց Հայաստանում դրան շատ հումորով են այլևս վերաբերում, բայց միջազգային հարթակներում նա շարունակում է այդ թեման զարգացնել եւ խոսեց հետեւյալի մասին, թե Հայաստանի նախկին ղեկավարների շուրջն են համախմբվել եւ փորձում են խաղաղությունը կատարել հայաստանյան խաղաղությանը եւ լոբիստական կառույցների հետ միասին, եվրոպական տարբեր կառույցների հետ միասին փաստորեն խոսում են այն մասին, թե Հայաստանում խղճի ազատությունը սահմանափակ է, թե Հայաստանում կամ քաղբանտարկյալները, փաստորեն նա փորձեց մեր հոգեվորականների հայտարարությունները ներկայացնել գլխի վայր, կեղծելով իրականությունը։ Ես կխնդրեմ ձեր դիտարկումը, քանի որ դուք այն մեր Սփյուռքի մեր այն հայերից եք, ով շատ ակտիվ դերակատարում ունի եկեղեցու համար պայքարում, եւ կխնդրեմ ձեր կարծիքը հայտնեք, թե ինչ է ուզում այս անգամ Փաշինյանը եվրոպական հարթակը օգտագործելով դարձյալ եկեղեցու դեմ խոսելով։ Խնդրեմ, լսում ենք ձեզ, պարոն Գրիգորյան։ Փաստորեն բոլոր ակտուալ հարցերը դուք շարադրեցիք եւ ես պետք է սկսեի այն հարցից, որը դուք հենց առաջինը շեշտադրեցիք։ Շատ զանգեր ունեցա ես Եվրոմիության պարլամենտի, ինչպես նաև Սլովակիայի պարլամենտի անդամներից, կոնկրետ մեր հայազգի բացառիկ մեծ բարեկամ, պարլամենտի առաջին նախագահ այսօր պարլամենտի անդամ Ֆրանտիշեկ Միկլոշկուն, ուղղակի շշմած առաջինին կեն զանգեց, դրա համար իր անունն եմ նախ տալիս, թե այս ինչեր է դուրս տալիս ձեր այսպես կոչված վարչապետը, այս ինչ հիմարություններ, մենք Հայաստանին պաշտում ենք իր հոգևոր բարձրագույն դաս ունենալու համար, որովհետև հիմնականում նրանց հետ ենք շփվում եւ դրսում եւ ներսում։ Ես մինչեւ այսօր չեմ կարող մոռանալ իմ հանդիպումը վեհապարի հետ, այդ ինչ բարձր մակարդակի հանդիպում էր ուղեցունց, եւ շատերը Սլովակիայի պարլամենտի նախկին նախագահ Հռուշովսկին, նախկին վարչապետ Չառնագորսկին Հայաստան այցելուց պարտադիր ընդունել են վեհապարի կողմից ու բացառիկ տպավորություններ ունեն մինչև կյանքի վերջը իրանց, հանկարծ նման սարսափելի հայտարարություններ են լսում, ընդ որում այնքան ծիծաղաշարժ է այս միտքը, որ նա փորձում է տարածել, ես մեջբերում անեմ, հենց իմ առաջին նախադասությունը Russian Today-ով, երբ որ նոյեմբերին ելույթ ունեցա, իրենց այն ժամանակ արդեն, իրենց հարցը սա էր, դուք կարող եք բացատրել ինչ է նշանակում ԿԳԲ եւ կապ հայ առաքելական եկեղեցու հետ։ Իմ մեջբերում անեմ, ասեցի, որ տեսեք, ամենահզոր սուտը միշտ փորձում են ճշմարտության տեղ անցկացնել, դա Գեբելսի թեորեման է։ Այս տղան շատ լավ հասկանալը, որ ուր ԿԳԲ-ն, ուր 1990-91 թվերից սկսված անկախ Հայաստանի հոգևոր դասի գործունեությունը, երբ որ ԿԳԲ-ն արդեն ավարտեց իր աշխատանքները այդ ժամանակ, եւ հիմա դրան ավելացնեմ, որ տեսեք, մահացավ երջանկահիշատակ վրաց կաթողիկոսը, որին ազգը պաշտում է։
Եվ մահացավ մեր երջանկահիշատակ Վազգեն առաջինը, որին ազգը պաշտում էր։ 90-ական թվականներին կհիշեք մի Նիկոլանման կերպար, կարելի ասել մարդկային բացարձակ գծերի զուրկ մի էակ հայտարարեց, որ Վազգեն առաջինը Ռումինիայում եղած ժամանակ համագործակցել է KGB-ի հետ, Խաչիկ Ստամբուլցյան այդ կապիկի անունը։ Հասկանում եք, հիմա Կապիկ Շտրիխը իր ավակ եղբորից վերցրել է իդեան եւ շարունակում է խեղկատակի կերպարով տարածել, բացարձակ խեղկատակի, որտեղ Եվրոպայում բոլորը ծաղրում են։ Ասում են՝ մի րոպե, մենք հայ պետությունը ընկալում ենք որպես առաջին քրիստոնեական, եւ սա ամենամեծ արժեքն է, որ օտարի համար ունի, հիմնականում քրիստոնյա ազգերի համար ունի հայ ազգը։ Մենք ունենք հզորագույն կուլտուրա մշակույթ, հզորագույն մշակույթ, որը սկսվել է քրիստոնեությունը ընդունվելուց հետո։ Մեր հզորագույն ճարտարապետությունը կենտրոնագմբեթ, որը ազդեց գոթական ոճի վրա Եվրոպայի։ Մեր հզորագույն եկեղեցական երաժշտությունը, շարականները, որը Կոմիտասի Եկվալյանի միջոցով վերածեցին փառահեղ պատարակների, որոնցից որոշ հատվածներ ես պատիվ ունեմ երգելու եւ պատկերացնում եմ նրա արժեքները։ Մեր Գրիգոր Նարեկասին, որը իմ սեղանի սուր գիրքն է, սա է մեր դեմքը, թե Նիկոլ, քո կողմից հնարած կեղծ խաղաղության գոյություն չունեցող արժեքներ, մեր թշնամիների հետ, սա մի կողմից, եւ մյուս կողմից, մեր բարեկամի քրիստոնյա եղբայր Ռուսաստանի դեմ քո արշավանքները, ընդ որում թաքնված, որ Ռուսաստանը միանգամից բկից այդ չբռնի չասես ինչեր ես դուրս տալի, չնայած Մարիա Զախարովան հիանալի խփեց քո գլխին, ասելով այդ երրորդ պետություն, ասելով տղա ջան, դու ում նկատի ունես, հա, երևի Ալիևին, հա, եւ ադրբեջանցիները խառնվել են իրար, ինչպես տեղյակ եք, այս թեմայի շուրջ։ Այսինքն, այս խեղկատակը, որը տանում է ընտրությունները կեղծելու բացարձակ ակնհայտ ճանապարհով, որը դիմել է Եվրոմիությանը, խնդրելով եկեք, բրկեք, մեր մոտ անցկացրեք ձեր հաջորդ հավաքներից մեկը, Տիկին ֆոն դեր Լայեն, որին ծաղրում է ամբողջ Եվրոմիության պարլամենտը այսօր, եւ պարոն Կոշտա, որը կլոր զրո է, հայերը ավելի շատ գիտեն նրա անունը, քան եվրոպացիները, նրանց հրավիրել է Երևան, ոչ թե որ նրանց այցով կարողանա ժողովրդին դեպի իրեն գրավել, որտեղ ժողովուրդը թքած ունի Կոշտաների վրա, այլ որ ընտրությունները կեղծի, ու հետո քպեականները ասեն, չէ, տեսեք ինչքան արդարացի մենք հաղթեցինք, հա ճիշտ է, մենք դիմեցինք Եվրոմիության օգնությանը, նրանք եկան օգնեցին, ահա այս այցի իմաստը, իրականում ոչ մի բան չի տալու, սա միայն նրա համար է, որ ընտրությունները մեկ է նկարելու է տղան 50 քանի տոկոս, ինքը կորոշի ընթացքում իր խորհրդատուների հետ, եւ այն ինչ որ դուք նշեցիք, որ Եվրոպայից սնվող արևմտամետ լիբերալ որոշ Նիկոլի մակարդակի մարդակերպներ, նրանք փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, որ Հայաստանում դեռ Նիկոլը արժեք ունի եւ հնարավոր է որ X% հավաքի, չգիտեմ ինչքան են իրաք մտադիր այդ տոկոսը ուռճացնել 20-30, Նիկոլը 10% չեմ հավատա որ ձայն ունենա։ Այնուամենայնիվ, մեր մտավորակության համար հսկայական հարված է սա, որովհետև ամբողջ աշխարհը Եվրոպան մեզ գիտի, հատկապես քրիստոնյա աշխարհը մեր մտավորականության շնորհիվ, եւ եթե մենք արշավ ենք թույլ տալիս մեր հայ առաքելական եկեղեցու սուրբ այրերին դեմ, ապա մեր արժեքը բոլորի աչքի առաջ ընկնում է։ Այնպես որ մենք պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնենք այս ձեր բարձրացրած հարցերին, եւ միանգամից ես նաեւ մի հարց նշեմ, որը անկասկած դուք ինձ տալու եք, նա փորձում է բոլորին վախեցնել։ Պատերազմը։ Եթե հանկարծ հայրենադավները, թրքամոլները չընտրվեն, Թուրքին երկիրը արդեն վաճառած,
Այն գլխից 5 միլիարդ վերցրած բանից Ալիևից 5 միլիարդ վերցրած Նիկոլը, եթե շարունակել լինել վարչապետ, ընդ որում այդ 5 միլիարդը պատիվ ունեմ կրկնելու առաջինը ես ինձ են առաջարկել։ Պատիվ ունեմ կրկնելու առաջինը ես եմ մերժել 2 ազգային ժողովի պատգամավորների, հայ պատգամավորների աչքի առաջ ես վկաներ ունեմ եւ օգտվելով առիթից Սիրելի Արմինե, ուզում եմ պատասխանատու հայտարարել այդ տղա Ես քեզ ինչ մեղադրանք եմ ներկայացնում, դու հասկանում ես, ես ասում եմ դու հենց առաջի ամիսներին 5 միլիարդ ես գողացել, քեզ Ալիևը տվել է 5 միլիարդ եւ դա դավաճանության գինն է։ Երկիրը վաճառող, ծախող ամենավերջի ստոր արարարքի գինն է։ Այդ տղա ինձ դատի տուր։ Տղա բերանդ բաց ասել Գրիգորյանը որտեղ գցաբեցել այդ 5 միլիարդը։ Մի քայլ արա, որպեսզի ես ամբողջ աշխարհի առաջ ապացուցեմ, որ մարդը, որը 5 միլիարդ է վերցել, առաջ իսկ հանդիպմանը վերելակային դիվանագիտության ժամանակ չթարգմանեմ ինչ է նշանակում վերելակային դիվանագիտությունը, բոլորը գիտեք։ Այդ մարդը բնական է պետք է շոու ստեղծել Արցախը վաճառելու համար, շոուի առաջի քայլը աներ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այնուհետև Շուշին հրաշք քաղաքներից մեկն է, հետո դառավ դժգույն եւ ընդհանրապես անպիտան քաղաք։ Արցախը դա մեր հայրենիքն է, հետո դառավ որ Արցախը Հայաստանի հետ կապ չունի։ Արցախցիները դրանք մեր ամենաառաջատար ուժն են, որով հիացած են բոլոր եվրոպացի այցելուները Արցախ։ Ցավով պիտի նշեմ, որ բոլորը Արցախ այցելելուց հետո ասում էին, որ վայ, այս ինչ մաքուր ժողովուրդ է սա։ Այսինքն մաքուր ժողովուրդ ասելով համեմատում են մեր երևանցիներից հետ, որոնք շատ ավելի իսկապես այդ հարցում պղտորված հոգի ունեն, որոնք կարող են այսօր այս սարսափելի իրավիճակում միայն ուտել խմելու եւ ձեռները վեր բարձրացած ապարելու մասին մտածել։ Սա այն հայտանիշն է, որը կարելի այսօր ներկայացնել ժողովրդի այն զանգվածին, որի ուղեղը դեռևս ուտել խմել ապարելուց են կողմ չի գնում, եւ ընդ որում ապարում են հակահայ երաժշտության տակ, ռաբիս ազերական թուրքական երաժշտության տակ։ Եվ ահա այս ֆոնի վրա այդ մաքրությունը, որը եվրոպացիները տեսել են Արցախում, հիացած են հեռացել Արցախից, ել չեմ ասում, որ նույն Վերոյշալ Միկլոշկոն ասում է ես արցախցի եմ, ես ծիծաղելով բոլորին ասում ինքը հայ է, այս մարդը սլովակ չի, հայ է, ինքը ասում ես արցախցի եմ։ Եվ ահա այս ֆոնի վրա դու տղա Արցախցի տիկնոջը իր երեխայի մոտ փորձում ես վարկաբեկել, հետո գլխի ես ընկնում, ես ինչ սարսափելի բան ես արել։ Քեզ բացատրում են, որ արա դու հիմար չէ, շատ գիտենք հիմար ես, լավ, բայց այդ աստիճան, այդ տղա դու քեզ ուղարկել են, որ քեզ ռեկլամ անես, ես խոսում եմ իր եվրոպացի խորհրդատուների անունից։ Մենք քեզ ասել ենք, այս քայլերը արա, այդ էս նման ճանապարհով 98 թվականին Սլովակիայում մի հատ գնչու դարձավ վարչապետ, գնչուն դարձավ վարչապետ, գիտեք ոնց, իրեն ասեցին, նստում ես հեծանիվ, պատտվում ես ամբողջ երկիրը, անդադ ինտերվյուներ ես տալի, քեզ կհարցնեն, իսկ դու պարոն Ջիրունդա, Միկոլաշ Ջուրինդա, որ վարչապետ դառնաք, ինչ եք անելու, դու կասես, 2 անգամ աշխատավարձները բարձրացնելու, այ դու կամյոնիստ, բեռնատարի վարորդ, ինչքան ես ստանում, ես ստանում եմ 6000, 12000 կրոն կստանաս, տղա, այն նման ճանապարհով խաբեցին սլովակներին եւ դարձրեցին գնչուին 8 տարի վարչապետ, որը ծախեց ամբողջ ստրատեգիական կետերը Սլովակիայի։ Քեզ նույն բանն են ասել, խելքի պուտուկ, դու պետք է ժողովրդի հետ շփվես, այո, կարկան դակուտես եւ յուղու ձեռներդ քսես բազմոցի վրա որտեղ նստած ես կամ քուշուրին, այո, զզվանք առաջացնես մտավորականի մոտ, բայց գյուղացին նայ ասի, վայ, ես ինչ լավ տղա է, այդ տղա, քեզ հետ են սովորացել այդ դմբո, չեն ասել գնա ժողովրդի հետ վիճի։ Հետո այն գլխից դու պիտի իմանաս, չէ՞, դու ժողովրդի մեջ դուս եկար քո նկատմամբ ինչ ատելություն կա։ Դու պիտի պատկեր ստեղծես, որ այդ ատելությունը վերացնում ես, չնայած չի վերանալու։ Բայց հետո հունիսի 7-ին որ կկեղծես կգրես X%, բոլոր խորհրդատուները Եվրոպայի, բոլոր վերահսկիչ մարմինները
որոնք վերահսկում են ընտրությունները, իրենք կասեն, որ տես Նիկոլ Փաշինյանը ոնց կարողացավ մարտ-ապրիլ մայիս ամիսներին ժողովրդին իր կողմը շուտալ եւ տես ինչ տոկոսներ հավաքեց, որը դու կնկարես, երկու անգամ ավել կգրես, քան իրական տոկոսներն են, սա է քեզ հանձնարարված խելոք։ Հիմա ես քեզ խորհուրդ եմ տալի, Նիկոլ, եթե ուզում ես, որ ինչ որ կերպ Եվրոպայում քեզ կարողանան սատարել, որ դու իսկապես կարողացար ժողովրդին փոխել քո կողմը, արա այն ինչ որ ասում են, մի վիճի մարդկանց հետ։ Հակառակ մոտեցիր ձեռքը համբուրի այդ տիկնոջ, ասա որ վայ, դուք արցախցի եք, գիտեք, անհնարին բան է կատարվել եւ մենք դա կշտկենք։ Այդ հիմարությունը, որ դուս ես տալի, եթե ԿՊ-ն չեղավ, գերակշիռ ուժ, ախ ազգային խորհրդում պատերազմ է սկսվելու, այ խելոք, ախր մենք վաղուց դրա պատասխանը լսել ենք, երբ որ Պուտինը ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ խիստ գաղտնի տեղեկատվություն։ Ալիևին ասել էր կգնաս եւ կանես հետեւյալ կետերը։ Եվ Ալիևը ասել էր առաջի կետը խոսք եմ տալիս, չեմ հարձակվի Հայաստանի վրա, Պուտինը ասել չհամարձակվես, բայց այդ երկրորդ կետը Վլադիմիր Վլադիմիրովիչ չեմ կարող անել, որովհետեւ եթե ես այդ 8 հոգուն ազատեմ բանտից, այդ փառահեղ մեր հայերին, մեր ազգային հերոսներին, եթե նա բանտից ազատի, ապա Նիկոլի առաջ ինքը իր խոստումը կատարած չի լինի։ Իսկ Նիկոլը բոլոր տված խոստումներն անում է։ Նիկոլը մի անգամ իր խոսքից հետ չի կանգնել Վլադիմիր Վլադիմիրովիչ։ Ես հիմա ոնց այս խոսքին իրեն ծախեմ, չեմ կարող։ Պատկերացնում եք, ես այդ ինֆորմացիան ստացել եմ Ալիև Պուտին հանդիպումից մի ամիս հետո, երբ որ Մոսկվայում էի, եւ ստացել եմ այնպիսի մակարդակների վրա, որ իրավունքում ինձ վերապահվելու, ասելու որ սա հաստատ 100%-անոց տեղեկատվություն է եւ ահա թե ինչու 5 միլիարդով երկիրը ծախսեց։ Այս արարածը հիմա ինչ ասես անում է, որպեսզի պահի ազեր թուրքերի շահը։ Այն է, վայ, հանգարց քայլեր չանեք, թե չէ, պատերազմ կսկսեն մեր դեմ, այդ տղա, այսօր պատերազմ սկսելը կախված է խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների թույլտվությունից։ Քեզ ով ասեց, որ Ադրբեջանին հիմա թույլ կտան Հայաստանի վրա հարձակվել, այդ կենտրոնները սատկացնեն Ադրբեջանին, տեղնուտեղը կոչնչացնեն։ Եվ ես հայտարարում եմ, Ալիևը Վլադիմիր Վլադիմիրովիչի պահանջը, Պուտինի պահանջը, հանգարց չհամարձակվեց Հայաստանի վրա հարձակվել, սա ընդունել է որպես ուլտիմատում։ Եվ ես եմ ձեզ հիմա հայտարարում, Հայաստանի վրա հարձակումը ընկալեք Ռուսաստանի վրա հարձակում եւ 102 բազայի դեմ քայլ։ Այդ դա ես եմ ձեզ հայտարարում։ Եվ հիմա մտածեք, արդյոք Ալիևը այն ուժն է Ադրբեջանային ծիծաղելի երկիրը, որը հրեաների տակ այսօր տառապում է, չգիտի ինչ անի։ Այն ուժն է, որ փորձի Ռուսաստանի դեմ գնալ։ Եթե որևէ մտածող մարդ հանգարց կասի, այո, այդ ուժն է, ես կհայտարարեմ, որ չէ, եղբայր դու այդքան էլ մտածող չես։ Չի կարող մտածող հայ նման բան ասի։ Պարոն Գրիգորյան, այդ դեպքում ինչու նման հայտարարություն արեց եւ ընդ որում ամիսներ շեշտեց ընտրություններից հետո աշնանը, այսինքն հնարավոր համարում եք, որ լինի Փաշինյան-Ալիև օրինակ պայմանավորվածություն, որ եթե ինքը չի վերընտրվում, Ալիևը կատարում է իր քայլը։ Ես այդ հարցին պատասխանեցի, ստիպված եմ կրկնել։ Սիրելի Արմինե, ուրիշ ինչ պիտի անի այս խելապակասը, որը անհավասարակշիռ է, շիզոֆրենիայի երևույթներ կան նրա մոտ, եւ ուղեղով երբեք չի փայլել, մարդ, որը չի կարողացել համալսարանը ավարտել, մարդ, որը լրագրող ժամանակ վերցնում էր $100, որ հոդված գրի քո թշնամու դեմ, կամ վերցնում էր $100, որ քո վրա հոդված չգրի։ Բազմիցս ես հայ բիզնեսմեններից, գործարարներից լսել եմ դա։ Խեղճ տղեկանքը դրան $100 են տալի, որ իրանց վրա չգրի կամ էլ ուրիշի վրա գրի եւ այլն։ Այդ խեղճկատակից դուք ինչ եք սպասում։ Ինչ կարող է ուրիշ ասել։ Ասում է, մենք Եվրոմիություն ենք գնում, բոլորը ծաղրում են այստեղ Եվրոպայում։
Մենք մտածում ենք մեր ազգի բարօրության մասին, ազգասումը, բայց այդ ինչքան փող ես դու կերել այդ տղա, այդ մեր բոլոր փողերը կերել ես, այն խեղճ Արցախցու վերջի կտոր հացը կերել ես, թվերը կան, ինչ գումարներ է եկել, ում համար է եկել, Ռուսաստանը ուղարկում է Արցախին օգնություն, դու ասում ես, ոչ, հետո ասում ես, Վլադիմիր ճիշտ հասկացեք, ընդեղից էլ Մարիա Զախարովան ասում է, այդ տղա, քեզ մենք ճիշտ ենք հասկանում, այդ երրորդ պետությունը, որ ասում ես, դու Ալիևին նկատում ես, հասկացանք, տես ինչքան ճիշտ ենք հասկանում, ծնգնում ենք քեզ ոտից գլով, ուրիշ ինչ կարող է անել։ Ես խաղաղություն եմ բերել, երբ որ պատերազմ է բերել, չէ, նման սուտ, եթե մենք հանդուրժ ենք։ Նիկոլը բերել է խաղաղություն, տեսեք ստի չափը։ 2020 թվականին 44 օրվա պատերազմ։ Որից հետո այդ պատերազմի արդյունքում վաճառք, տոտալ վաճառք երկիրը թուրքերին։ Ես դժվարանում եմ Բրատիսլավայում ասել իմ տեղեկատվությունը որքան է ճիշտ, որ Հայաստանում թուրքերը շինարարություն են անում բազմաբնակարան շենքերի։ Ես դժվարանում եմ ասել, թե որքան է ճիշտ, բայց սարսափելի թվեր եմ լսում։ Ես թույլ չեմ տալի դա հայտարարել, որովհետև ճշտված են։ Բայց չկա ծուխ առանց կրակի։ Անկասկած, գաղտնազրված մտնում են Հայաստան ազերիներն ու թուրքերը։ Հիմա ես հարցնում եմ բոլոր խորհրդային ժամանակներում ծնված իմ հայրենակիցներին, սիրելիներս, հիշում եք, որ Սյունիք են գնում ադրբեջաներներ էին խոսում, որ գնում ենք հյուրանոց, ենթադրեք Կապանում, այնտեղ ադրբեջանցիները ավելի շատ են, քան հայերը, դուք ուզում եք վերադառնալ այդ օրերը, սիրելիներս, հիշում եք, որ մեր շուկայում ադրբեջանցիներն էին հիմնականում առևտուր անում, դուք ուզում եք, որ վերադառնան այդ օրերը, բայց մի բան էլ ավելացնեմ, հիմա արդեն շատ ագրեսիվ ադրբեջանցիներ են, շատ ագրեսիվ ազերիներ են, այն ժամանակ ինչ որ խորհրդային իշխանության շնորհիվ ինչ որ կապ կար երկու երկրների միջև, որը սին էր եւ վերջո վերածվեց պատերազմի։ Այսինքն, այս կերպարը, որը մեր գլխին բերել է պատերազմ, փորձանք մեր հայրենիքը վաճառել է, որը մեր մշակույթը ոչնչացնում է իր գրեհիկ կերպարով, որը այնպիսի ստորություն է ցույցաբերել, որ դրսի հայության բերանը բաց է մնացել, նա մի ամիս առաջ ամուսնանում է իր կողակցի հետ, որին բոլորս ծաղրում ենք, ասում են, այդ տղա, դու ապօրինի զավակներ ունես, դու օրինական ամուսնություն չունես, տղան շտկեց իրավիճակը, ամուսնացավ եւ մեկ ամիս հետո բաժանվեց։ Դե հիմա հայտարարություն եմ անում էլի Նիկոլի համար, տղա ջան, ես որպես Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ, իմ բոլոր օղակների հետ շփվում եմ։ Ես ունեմ նաև խիստ հույժ գաղտնի տեղեկատվություններ, որը քեզ տալիս եմ, եւ ես չեմ կիսում այդ խմբերի կարծիքը, ես դեմ եմ այդ խմբերին, բայց ոչինչ չենք կարող անել, որովհետեւ դու այնպես ես բորբոքել վրեժ խնդրության ծարավը այդ խմբերի մոտ, որոնցից մի մասը կոչվում է Ասալա, մյուսներն էլ այլ անուններ ունեն, որ քո ընտանիքը Հայաստանից դուրս եկա թե չէ, սատկացնելու են։ Ձեր քաշեք քո հիմար քայլից բաժանվել ես, որ փրկես քո երեխեքի կյանքը, շատ լավ հասկանալով քեզ ինչ է սպասվում։ Մի ուղարկի ընտանիքը արտասահման, որտեղ այստեղ իրենց սպասում են։ Եվ մենք ի վիճակի չենք նրանց կասեցնելու։ Այնպես որ խնդրում եմ հաշվի առ Նիկոլ, այս իմ ասած բոլոր հայտարարությունների արժեքները եւ դու հրաժարական տուր ոչ թե կեղծիր ընտրությունները չի անցնելու։ Սա մի կողմից, մյուս կողմից մոտենում է ցեղասպանության օրը, բոլորս լարված այդ օրվան ենք սպասում։ Դու ո՞նց ես պատկերացնում, տղա, շարունակելու ես խաբեությունը, որ վերանորոգվում է եւ չի կարելի այցելել, երբ որ J.D. Vance-ը քեզ խայտարակ արեց։ J.D. Vance-ը իր կնոջ հետ ընդելով մեր լոբիստների խելքին, իսկ ավելի ճիշտ եթե ձևակերպեմ, արեց իր որպես կաթոլիկ ֆանտաստիկ քայլ, որտեղ իրեն մենոնք ասում էին, դու փայլուն կաթոլիկ ընտանիքի ներկայացուցիչ ես, հնարավոր է որ դու ցեղասպանության զոհի հիշատակը չհարգես, այ
Դες այս խաչքարը, որ Բրատսլավայի կենտրոնում մենք կառուցել ենք, նվիրված է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին այս խաչքարը։ Հիմա դու ո՞նց ես փորձելու արգելել մի քանի 100,000 մարդու այցը ցեղասպանության հուշարձան եւ թանգարան, եւ որից հետո այդ բորբոքված սրտերը իշնեն հրապարակ եւ քեզից հաշիվ պահանջեն։ Ո՞նց ես արգելելու։ Չէ՞ Նիկոլ։ Այդա այն է, որ ես Աստծուն խնդրում եմ, որ դու անես։ Արգելի է, որպեսզի գործը հունիսի 7-ին չհասնի Նիկոլ։ Եվ ես համոզված եմ, որ մեր բոլոր շարժումները, կուսակցությունները, հայրենասեր ուժերը հիմա իմ այս կոչը կընկալեն ըստ էության, եւ մենք բոլորով միասին պետք է հասնենք նրան, որ ապրիլի 24-ը լինի Նիկոլի վերջին օրը կամ վերջին օրվա սկիզբը։ Ես կոչ եմ անում բոլորին, իմ բարեկամ շարժումներին, որոնց հետ համագործակցում եմ, այն շարժումներին, որոնց հետ չեմ համագործակցում, բայց համակիր եմ, բոլոր նրանց կոչ եմ անում։ Բոլորս ոտքի ապրիլի 24-ը պետք է լինի կամ Նիկոլի վերջին օրը, կամ վերջի օրվա սկիզբը, այնպես, ինչպես ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը մատուցեց սկուտերի վրա իշխանությունը Նիկոլ Փաշինյանին։ Սա սիմվոլիկ օր է, եւ չպետք է մենք թողնենք, որ կայանան ընտրությունները, որոնք կեղծվելու են։ Հանկարծ որևէ մեկի մտքով չաստի, որ ընտրությունները չեն կեղծվելու։ Իսկ ընտրություններից հետո մեր ոտքի կանգնելը եւ աղմկելը կլինի post factum եւ շատ ավելի քիչ արժեքավոր, քան ընտրություններից առաջ։ Այնպես որ ես երկու կարևոր հայտարարություն արեցի եւ պատրաստ եմ դրա համար պատասխան տալու քեզ այսպես կոչված վարչապետ։ Համեցեք։ Շատ հետաքրքիր հայտարարություններ էին եւ ցանկալի կլիներ, որ մինչեւ ընտրությունները այո Նիկոլ Փաշինյանը հեռանար, պարոն Գրիգորյան, հակառակ դեպքում ձեր վախերը շատ ճիշտ են, որ նա ուղղակի կնկարի հերթական անգամ եւ ես դարձյալ հղում անելով Եվրոպական խորհրդարանում նրա արած հայտարարությանը, վստահ եմ լսել եք, ինչպես էր նա այսպես վերջին մանավանդ ելույթի հատվածում ասում էր խաղաղությունը, եթե այսպես բառացի չասեմ, բայց ամբողջ միտքը դա էր։ Խաղաղությունը ես եմ, խաղաղությունը ԿՊ-ն է, մենք ենք ժողովրդավարությունը Հայաստանում հաստատող, եթե մենք չլինենք, եթե մենք չվերընտրվենք, ապա խաղաղությունն էլ չի լինի, ժողովրդավարությունը չի լինի։ Եվ մենք դրանից հետո տեսանք ինչպես Մարտակոսը եկավ Հայաստան, եւ տեսեք Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը Եվ Հայաստանում գտնվելով տեսեք ինչ հայտարարեց։ Չարամիտները փորձում են խաթարել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ընտրությունները, մենք ձեզ անպայման կաջակցենք, կոնկրետ գումարի մասին դարձյալ խոսեց եւ մի տեղեկատվություն դարձյալ ձեզ տամ եւ նաեւ մեր հեռուստադիտողներին իր Երևան այցի շրջանակում նա 2 օր առաջ լինում է Գյումրիում։ Հանդիպում է գյումրեցիների հետ, որտեղ ամբողջությամբ հակառուսական տրամադրություններով ելույթ է ունենում, որ մենք պիտի ամեն ինչ անենք, որ Հայաստանը փրկենք Ռուսաստանից, այսպիսի շեշտադրումներով, եւ Գյումրիից Կարապետ Պողոսյանը մեր լրատվականին տված իր աուդիո հարցազրույցում ասում է հետեւյալը, որ նա անգամ այնտեղ հայերիս արժանապատվությունը վիրավորեց, ասելով փող կա, շատ փող կա, այսինքն ակնարկել է, որ լիքը փող կարանք ձեզ տանք, Մենակ թե դուք արեք այն, ինչ որ մենք ձեզանից ակնկալում ենք եւ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ եւ վերընտրությամբ։ Ինչ կասեք այս առնչությամբ, պարոն Գրիգորյան, գիտեք ինձ ինչն է հետաքրքրում։ Դուք ասում եք հիմա Եվրոպան ծաղրում է, Եվրոպան քննադատում է, ազգային հայտնի գործիչներ, չէ, հղումներ եք տալիս։ Բայց պատկերն ինչպիսին էր Եվրոպական խորհրդարանում։ Փաշինյանի այս խայտարակ ելույթը, որը լցված էր հայ հոգևորականների, մեր եկեղեցու անհասկանալի թիրախավորմամբ, կեղծ ժողովրդավարություն, խաղաղություն խաղացնելով, հոտնկայս ծափահարեց Եվրոպան։ Եվրոպական չինովնիկները ոտքի կանգնեցին, ծափահարեցին։ Անում եմ, տեսեք ձեր հարցը։ Նրանք ովքեր Նիկոլին ֆինանսավորել են, նրանք ովքեր Նիկոլի խորհրդատուներն են, նրանք ովքեր ասում են, վայ, Աստված մի առանց թե հանգարց Մարիա Սանդուն Մոլդավիայում չփոխարինվի այլով, մանավանդ Իգոր Դոդոնով, որ ես համագործակցում եմ իդեպ, վայ հանգարց Հայաստանում չփոխարինվի Նիկոլ Փաշինյանը, ինչ կատարվեց Վրաստանում, տեսեք մեր սուրբ
Շիզոֆրենիկ Սահակաշվիլին հայտնվեց բանկում խեղճտղան, ախր նա շիզոֆրենիկ է, ոնց եք բանկում պահում։ Եվ նույնը ուզում եք Նիկոլի հետ անել։ Վայ, Հայաստանը պետք է գնա Մոլդավիայի ճանապարհով, դառնա Ռուսաստանի համար մահացու թշնամի եւ չգնա ոչ մի դեպքում վրացիների ճանապարհով եւ այստեղ է որ ես հիանում եմ վրացիներով եւ համոզված եմ որ աշխարհը կհիանա նաեւ հայերով, որտեղ հայերը նույնպես լավ հասկանում են իրավիճակը եւ նման մարդիկ, որոնք հենց Նիկոլի խորհրդատուներն են, հոգևոր հայրերն են, որոնք իրենք մեղադրված են խոշորագույն կոռուպցիաների մեջ մասնակից լինելու համար։ Այսօր Եվրոմիության պարլամենտի Տիկին ֆոն դեր Լայենը մեղադրվում է մի շարք միլիարդներ իր ամուսնու ֆոնդի վրա գցելու խիստ լուրջ մեղադրանքով։ Եվ այս պարոնները, որոնք խոսք են տալի գումարներ, լավ իմացեք, այդ բոլորը կոռուպցիոն կատաստրոֆիկ ուղի անցած գումարներ են։ Եվ այստեղ ես հիմա մի հատ ուրիշ հայտարարություն անեմ, իսկ այ մեր կոմիտեն Հայաստանում հայրաքելական եկեղեցի եւ քրիստոնեության պաշտպանության կոմիտեն պատրաստվում է շատ լուրջ ակցիա մեր կոմիտեի հզոր անդամներով միասին, որ մենք կասեցնենք Եվրոմիությունից այս գողացած կոռուպցված գումարների ժամանումը Հայաստան, սա մեկ։ Երկրորդ, մենք դատ ենք բացում, Նիկոլ, լսիր, Նիկոլ, տղա ջան, լսիր, մենք դատ ենք բացում քո նկատմամբ, այսպես կոչված վարչապետիկ, Ստրասբուրգում եւ Լյուքսեմբուրգում, մարդու իրավունքների խաթարման եւ սահմանադրական սարսափելի հակասահմանադրական քայլեր, սահմանադրության դեմ կատարված սարսափելի քայլերի դիմաց մեր իրավաբանները աշխատում են։ Ուզում ես անուններն եմ տա, բայց կարող ես մտնել մեր ցանկը, գիտես մեր իրավաբաններին աշխարհահռչակ։ Այնպես որ դու սպասել մինչև հունիսի 7-ը, հələ ինչ փորձանքներ է քո գլխից գալու, այդ քո գովացած Եվրոմիությունից, որտեղ բացի ֆոն դեր Լայն, Կոշտա եւ այլ կոռումպացված կերպարներից կան նաեւ շատ հզոր այլ անձինք, որոնք պայքարում են այդ չափը կորցրած կոռուպցիայի դեմ, որը Եվրոմիությունում է տարածված, գիտեք, ինչ գումարներ են ուղարկել Ուկրաինա, գիտեք, աշխարհի ամենակոռուպացված չէ, դու չես դա, Նիկոլ, դու չես դա, աշխարհի ամենակոռուպցված այսպես կոչված ծաղրացուն, դու երկրորդն ես տղա, Զելինսկի է նրա անունը, թե ինչ գումարներ է Զելինսկին կարողացել գրպանել եւ բաժան անել ամբողջ աշխարհով մեկ, այս համակարգի վերջը գալիս է, Նիկոլ, քո հետ միասին առաջին զոհերից մեկը դու կլինես եւ քո ընտանիքը։ Իսկ եթե Աստված մի արածցե, այս իմ ասածը մոտ ժամանակներում չսկսեց ավանդապաշտ Եվրոպան իրականացնել, ավանդապաշտ Եվրոպա ասելով, ես հասկանում եմ հակաարևմտյան, հակալիբերալ թևը Եվրոպայի, Ռուսաստանի ղեկավարությամբ, Ռուսաստանի գլխավորությամբ։ Եթե դա տեղի չունեցավ, ապա տեղի կունենա Իրանի քանի հազարամյա պատմություն ունեցող հրաշք ժողովրդի կործանումը եւ կլինի ապոկալիպսիսը, այն ինչ որ Հովանես Մարգարեն գրել է իր մարգարեության մեջ, որը կարդում ես սարսափահարեցնում, որտեղ տեսնում ես ճիշտ այսօրերն են, այսինքն երկրագունդը կապրի եւս 50 տարի, թե եւս 5 տարի, դա կախված է այն նրանից, ինչ որ նոր ես ասեցի, Նիկոլ, քո նմաններին կվերացնեն եւ կստեղծվի մի նոր իրավիճակ, որտեղ երկրագունդը գոնե 50 տարի կարող է իր այս չարությունից ազատվել, այս սատանաներից ազատվել, ինչ որ այսօր տիրում է, համար առաջի սատանաներից մեկը դու ես, Զելինսկին է, ձեզնից ազատվել,
Ցավոք, նույն սատանայական դիմակով հանդես է գալի Դոնալդ Տրամփը, որից ոչ մեկը գլուխ չի հանում։ Խոշորագույն սատանա է Նեթանյահուն, սապելի սատանա է։ Կամ երկրագունդը կազատվի այդ սատանաներից, կամ այս սատանաները կանեն իրենց գործը, ինչպես Նեթանյահուն ասում է, Քրիստոսը եւ Չինգիզ խանը նույնն են։ Հոп, բարոն, հոп։ Դրա համար Աստված քեզ պատժելու է։ Չի կարելի նման բաներ ասել։ Չինգիզ խանի դաջանությանը ականատեսել եղել նաև հայ ժողովուրդը, բացեք մեր պատմությունը եւ տեսեք։ Լենք Թեմուր, Չինգիզ խան, թե խեղճ իրանցիները ինչ են քաշել դրանց ձեռքին եւ այլն։ Կարճ ասած, կամ եւ մեր հայ ժողովուրդը կլինի այդ հոգեվոր ծնունդի աղբյուրներից մեկը, որովհետեւ մենք հզոր հոգեվոր ժողովուրդ ենք։ Կամ հակառակը, սատանան կվերցնի իր ձեռքը ամեն ինչը եւ մեր քաղաքակրթությունը ցավոք կընդհատվի։ Այնպես որ ես կարծում եմ, որ այն ավանդական արժեքները, որը Եվրոպան միշտ պարտացել է, բոլորս դրանով են դաստիարակվել, չէ՞, ընտանիք, հայրենիք, մշակույթ, արժեք ունեն ազգերը, որոնք աշխարհին տվել են Բախ եւ այլն, իտալացիները ֆանտաստիկ օպերա, վերածնունդ, ֆրանսիացիները խելագարվելու գրականություն, երաժշտություն եւ այլն։ Ռուսաստանը գերհզոր մշակույթ, երաժշտություն, նկարչություն, ժամանակակից գրականություն, անհավատալի խորը, կամ այդ ազգերը իրենց ձեռքը կվերցնեն մեր ապագան կերտելը, կամ սատանան կվերացնի մեր քաղաքակրթությունը։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, ձեր այսօրվա զրույցը շատ խորքային տեղեկատվությամբ, այսպես մատուցեցիք, սա պետք է դեռ մարսել, բավական հետաքրքիր ինֆորմացիա շրջանառեցիք, ես կառաջարկեմ սահմանափակենք մեր զրույցը, ինչու, որովհետև պետք է դեռ հələ հասկանալ, խորքային դուք բավական լուրջ բաներ ասացիք, շնորհակալ եմ ձեր գնահատականների համար, եթե կա ասելիք խնդրեմ, ինչպես ասում են, վերջի խոսքի իրավունքով, ասացեք եւ եզրափակենք, խնդրեմ։ Ասած չանեսային վերջին խոսքը լինի Արմինե ջան, բայց վերջին խոսքի իրավունքով շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որովհետեւ գիտեք, ձեր հետ իմոց ստացվում է հոգեվոր զրույց, որը ես շատ բարձր եմ գնահատում։ Անկասկած, հավատացեք Արմինե ջան, իմ խոսակցից կախված է շատ բան, եւ ձեր հետ հիանալի է ստացվում մեր խորքային փիլիսոփական զրույցները։ Շնորհակալություն, Աստված օգնի մեր երկրին, մեր ժողովրդին, մենք արժանի ենք դրան։ Այո, շնորհակալ եմ ձեզանից, ձեր կատարած քայլերի համար եւ թող Աստված տա, որ Սփյուռքում, Հայաստանում այսպես համախմբված ձեր նման հայրենասեր անհատները կարողանան իրավիճակ փոխել մինչեւ ապրիլի 24-ը։ Հուսանք, որ դա իրականություն կդառնա։ Շնորհակալ եմ։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ տեսակապով ես զրուցում էի Բրատիսլավայից մեր հարգարժան հայրենակցի դոկտոր Աշոտ Գրիգորյանն էր հյուրս, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ։ Լավ եղեք, կհանդիպենք